Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կարգավորման ոլորտը հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում։ Ակտիվների այս համախումբը կարգավորվում է քաղաքացիայի իրավական պայմանագրով եւ իր բնույթով իրավաբանական անձ չի հանդիսանում։ Գործադիրը համարում է, որ այսպիսի ֆոնդերում խնդիրներ կան։ Օրինակ, սահմանված չէ դրանց լուծարման ընթացակարգը, օրենքով կենտրոնական բանկին տրված չեն բավարար իրավասություններ, սահմանելու գործունեության նվազագույն պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի եւ կառավարիչների համար, հնարավոր ռիսկերին արձագանքելու նպատակով։ Գլխավոր դրամատունը հայտնում է, որ ոչ հրապարակային ֆոնդի անվան տակ այլ ներդրումներ են արվում։ Տարբերում են նրանից, որ իրանք ուղղակի ցուցակված չեն, այդքան բան asset մենեջերն են, բայց ոչ ցուցակված։ Ներդրումային ֆոնդերը միշտ ցանկալի է, որ գտնվեն իրանք որևիցե յուրիսդիկցիայի հսկողության ներքո։ Այսինքն կարող է լինի non-public fond, բայց լինի Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, նշանակում է դրա վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողական լծակները։ Այս ֆոնդերի եւ դրանց կառավարիչների գերակշիռ մասը կենտրոնական բանկի վերահսկողությունից դուրս են, ինչի արդյունքում դրամատունը չի կարողանում պատշաճ վերահսկել ֆոնդերն ու դրանց կառավարիչներին։ Գործող օրենքով ոչ հրապարակային ֆոնդը կարող է ցանկացած անձ կառավարել, այդ թվում ֆիզիկական, առանց որևէ թույլտվության կամ լիցենզիայի, ընդ որում կառավարիչներից որևէ պահանջ չկա։ Կարող է ստեղծվել ենթադրենք, չգիտեմ, Աֆրիկան որևէ տարածաշրջան ու դա արդեն խնդիր է։ Ես օրինակի համար կողմնակից եմ, որ ներդրումային ֆոնդերը լինեն public, որտեղ public-ը լինելու դեպքում իստեն նաև կան շուկայի ճնշումները, թափանցիկության, հաշվետվողականության եւ այլն։ Բայց եթե օրինակ այդպիսի ներդրումային ֆոնդը, որը ընդհանուր ստեղծվել է օրինակ Միացյալ Նահանգներում կամ Դուբայում, այնտեղ որտեղ ֆինանսական կենտրոններն են ու կա ֆինանսական վերահսկողության լուրջ հանգամանքներ, այդտեղ այդքան վախենալու բան չկա։ Օրենքների նախագծերի փաթեթով կսահմանվեն ֆոնդի գրանցման ընթացակարգը, տեսակները, ֆոնդի կառավարչի պարտականությունները, ակտիվների տարանջատումը, լուծարման ու դադարեցման հիմքերը։ Կառավարությունը հույս ունի, որ նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար եւ հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն այս ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության եւ լուծարման ընթացակարգերը, նաեւ միջազգային լավագույն փորձի ներդրման հնարավորություն կլինի։ Ամեն դեպքում կենտրոնական բանկը վերահսկողական լծակներ ունի բան։ Ինքը ուղղակի ասում է արի որոշակի կանոններին դու բավարարի, այնպես ինչպես բանկը։ Կստեղծվի նաև վերահսկող մարմին, որը առանձին գործիքակազմով հրապարակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների արդյունավետ վերահսկողություն կիրականացնի, նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։